Պարոն Թադախազ, փողը գա, փողոք չկա, ոչ միայն փողոք չկա, այլ հակառակի բնթումը գա, այսինքն հիմնադրամ բանը հանցմնը ասում է, հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել, սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ մի փոքր բաժակի մեջ, սա ֆիլիստ փոթորիկ չի մատնոցի մեջ ասեմ, Այսօր ազգային ժողովում այսպես արձագանքեց գլխավոր դատախազի միջնորդությանը Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավոր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Գլխավոր դատախազը խորհրդարան էր եկել Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ Civitas հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործում ընդգրկելու համար։ 10 տարվա արտգործնախարարին դրել եք այստեղ, այսպիսի հարցադրումներ եք անում։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը падգամավորների առաջ այսօր ներկայացրեց իր ունեցած հիմքերը։ Առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օր իրականացնելու համար։ Իր դեմ ծավալված գործողությունները Վարդան Օսկանյանին հիշեցրին 1937 թվականի Ստալինյան բռնապետության ժամանակաշրջանը։ Մարդ լինի, հոտված կգտնենք։ Այս բարակայում քդել են մարդ, հոտված, բայց չեն քդել փաստը։ Պարոն Օսկանյանն իր ելույթում հիշեց երկրի մատուցած իր ծառայությունները արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։ Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարոն Օսկանյանի նույն ժամանակահատվածից այլ դրվագներ հիշեցրեց։ Ձեր արտգործնախարար եղած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային սեղանից։ Ձեր արտգործնախարար եղած ժամանակ ստեղծվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փաստաթուղթ։ Դուք այդ արտգործնախարարած ժամանակ Լաչինն ու Քելբաջարը անվանել եք օկուպացված տարածքներ։ Բացի այդ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններին հարց ուղղելով պարոն Օսկանյանին։ Իրավաչափ են եղել արդյոք իրավապահ մարմինների գործողությունները 2008 թվականի մարտի 1-ին։ Դատապարտում եք արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործողությունները 2008 թվականի մարտի 1-ին, դատապարտում եք արդյոք ձեր գործողությունները 2008 թվականի մարտի 1-ին։ Նիկոլ ջան, եթե քո քվեարկության որոշումը կախված է լինելու այդ հարցերին իմ պատասխանից, դա ինձ չի հետաքրքրում։ Քո տված հարցերի մասին մենք նստենք քո սենյակում, իմ սենյակում, խոսենք։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են քարոզյան, իսկ խորհրդարանի աշխատանքներին իրենց հետագա մասնակցության նպատակահարմարությունը կքննարկեն եւ հայտարարություն կանեն։ Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը միացավ նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Նարին Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPFM։